Կրակ է դժոխք, այսպես են բնութագրում Իսպանիայի պատմության ամենախոշոր անտառային հրդեհը, որն այս օրերին մոլեգնում է երկրի կենտրոնական հատվածում։ Կրակը կլանել է ավելի քան 32,000 հեկտար տարածք, աղետի գոտուց տարհանվել է շուրջ 1200 բնակիչ, այս պահին զոհերի կամ տուժածների մասին տեղեկություն չկա։ Իսպանացիները սարսափով պատմում են, թե ինչպես է հրդեհը տարածվում անհավանական արագությամբ։ Նույնիսկ այնտեղ, որտեղ կրակը հեռու է թվում, երկնքից թափվող կրակի մնացորդները նոր օջախներ են ստեղծում։ Տեսնում եք ինչպես է այրված կեղևը թափվում այստեղ, դրանք կարող են կիլոմետրերով թռչել քամու հետ և հենց ընկնում են չոր խոտերի մեջ, միանգամից բռնկվում են։ Դրանք վայրկյանների ընթացքում վերածվում են հրդեհի նոր օջախների, որոնք շատ արագ տարածվում են։ Մենք անզոր ենք դրա դեմ։ Հրշեջների համար սա իսկական փորձություն է, քամին և 40 աստիճանը գերազանցող շոքը անվերահսկելի են դարձրել իրավիճակը։ Ծանր տեխնիկայով ու ինքնաթիռներով պայքարը շարունակվում է օր ու գիշեր։ Մենք չենք հանձնվում։ Մեր հրշեջների հսկայական ջանքերի և լավ համակարգված աշխատանքի շնորհիվ վստահ ենք, որ ի վերջո կկարողանանք վերահսկողության տակ առնել կրակը և կանխել հետագա ավերածությունները։ Սա տարվա սկզբից Իսպանիայում բռնկված արդեն 22-րդ խոշոր հրդեհն է։ Ընդամենը 2 շաբաթ առաջ երկրի հարավում հրդեհը 13 մարդու կյանք էր խլել։ Տերուել նահանգում, օրինակ, մարդիկ արդեն կարողանում են շունչ քաշել ու վերադառնալ տուն, եթե դրանք դեռ կանգուն են։ Կրակն այստեղ մեկուսացվել է։ Այդ անդադար տագնապը, երբ տանը չես ու չգիտես ինչ է կատարվում քո ունեցվածքի հետ։ Մենք անորոշության մեջ էինք, մենք նաև կենդանիներ ունենք, մեր ամբողջ մտահոգությունը նաև նրանց համար էր։ Շատ էինք վախենում, որ կվերադառնանք ու ոչինչ չենք գտնի։ Հիմա տեսնում ենք, որ տունը կանգուն է ու դեռ չենք հավատում մեր բախտին։ Այո, հիմա վերջապես կարող եմ ժպտալ, որովհետև վերադարձել եմ տուն։ Իսպանիան դեռ երկար ժամանակ կզգա այս աղետի հետևանքները։ Դժվար է հաշվել շարունակվող վնասի չափը։ Իսկ օդերևութաբանները զգուշացնում են բարձր ջերմաստիճանի ու քամիների նոր ալիքի մասին։ Ալինա Սահակյան, Էպիկենտրոն։